առաջարկը, որքան ժամանակ է ունենալու սեփականատերը որոշ կայացնելու համար, գնահատման գործընթացին ՀՑԿ-ն ինչ ձևաչափով է մասնակցելու, եթե մասնակցելու է, եւ երկրորդ հարցից կլինի մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է միտք, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգին։ Ինչպես եք արդյոք կարծում եք, որ դա ընդունելի ապավեր է Հայաստանի համար։ Շատ լավ, պատասխանեմ երկրորդ հարցից, դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում Գյումրի 2 ենթակայանում կառուցվել էին ղարս օդային գծերը, 220 կիլովոտ լարման օդային գծերը, եթե չեմ սխալվում, որոնցով որ պետք է այն ժամանակ Հայաստանը կապվեր թուրքական էներգոհամակարգի հետ։ Բայց դրանք տարբեր երկրներ էին, տարբեր ժամանակաշրջաններ էին եւ չեմ ուզում նույնականացնել այսօրվա իրավիճակի հետ, ուղղակի փաստն եմ ուզում արձանագրեմ, որ մենք դեռևս այն ժամանակ այդ ենթակառուցվածքները ստեղծել էինք, ունեինք, բայց պայմանավորված խորհրդային միության տապալման հետ այդ ենթակառուցվածքները այդպես էլ աշխատանքի մեջ չդրվեցին եւ բարեբախտաբար ի տարբերություն մնացած հետխորհրդային ենթակառուցվածքների դրանք այդպես խայտառակ չեն փոշիացվել եւ չեն թալանվել, դրանք տեղում կան այդ ենթակառուցվածքները եւ վերջնական քաղաքական որոշումների եւ մասնագիտական հաշվարկներից հետո շատ ավելի կարճ ժամանակամիջոցում համապատասխան ներդրումներ կատարելուց հետո այս ենթակառուցվածքը կարող է կյանքի կոչվել։ Հիմա հարցադրում այն մասին, որ ոնց ենք մոտենում դրան, ես անձամբ որպես հանձնաժողովի նախագահ եւ որպես մասնագետ եւ որպես ՀՀ քաղաքացի այդ մոտեցմանը նորմալ եմ մոտենում, որովհետեւ մենք տարիներ շարունակ դժգոհում էինք շրջափակումից, հիմա ոնցով թե սկսել ենք դժգոհել ապաշրջափակումից։ Ենթակառուցվածքը պետք է աշխատի, ենթակառուցվածքները պետք է աշխատեն եւ լայն հնարավորություններ են դրանք տալու ապագայում արդեն 1-1.5 ժամ խոսում ենք տարբեր թեմաներից էներգետիկայի խնդիրներից, այդ խնդիրների լուծման համար նաեւ։ Եվ վերջապես դա հնարավորություն է տալիս երկու էներգոհամակարգեր միասին աշխատելու ժամանակ, արդեն ասացի, ավելի ճկուն լինելու, ավելի ինժեներական առումով ավելի հեշտացնելու կառավարումը եւ ինչու՞ չէ, ոչ կարևոր նաեւ հանգամանք է տնտեսական շահը արտահանել, ներկրել, մենք ունենք փաստացի ավելցուկ էլեկտրաէներգիա արևային ժամերին ցերեկվա ընթացքում եւ չգիտենք ինչպես վարվել դրա հետ։ Իսկ եթե վաղը կունենանք մի միջավայր, որտեղ որ եւս բացի Իրանից կարող ենք այդ էլեկտրաէներգիան իրացնել, ապա ինչու՞ չիրացնել։ Ինչ խնդիր կա։ Գնման գործընթացը նոր բան ասել չեմ կարող, 3 ամիս է, երբ որ որոշումը կայացվեց լիցենզիայի դադարեցման, դրանից հետո տրվում է օրենքի կետերն եմ ես մեջ բերում, էլի նոր բան չեմ ասում, դրանից հետո 3 ամսվա ընթացքում պետք է կառավարություն հեծի նախկին սեփականատերերին գնառաչարկ անի, եթե այդ բանակցությունները չեն ավարտվի հաջողությամբ, համաձայնության չեն գա կողմերը, ապա դրանից հետո հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով պետք է այդ սեփականության իրավունքի փոխանցումը տեղի ունենա, իսկ այդ գործընթացը կտևի 1 ամիս թե 11 ամիս, դա դժվարանում եմ ասել, ժամանակ եւ բանակցությունները ցույց կտան։ Գնացման գործընթացին ՀՑԿ-ն մասնակցել է այնքանով, որքանով որ իրավասու էր, մեզանից երբեմն տվյալներ են ուզել կամ խորհրդակցություններին հրավիրել են, մասնակցել ենք, բայց մենք այդտեղ որոշողը չենք։